Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր մեր այս թողարկման մեջ խոսալու ենք այս մարդկանց մասին, խնդրեմ դիտեք։ Երևի սկսեմ Արսեն Թորոսյանից։ Արսեն Թորոսյանը ասել է հետևյալը, դիտենք, հետո ես կարձագանքեմ։ Այդ հայ առաքելական եկեղեցու Կտրիչ Ներսիսյանի շրջապատը, հա? Արսեն Թորոսյան, այդ եկեղեցին, որ դուք ասում եք, այդ ում նկատի ունեք, հայոց առաքելական եկեղեցի։ Ուրեմն չհամարձակվեք Արսեն Թորոսյան խոսալ նման տոնով իմ եկեղեցու հետ, միլիոնավոր հայերի սրբության հետ։ Դուք այդպես կարող եք խոսալ ձեր տանը, ձեր մերձավոր շրջապատի հետ եւ կարող եք խոսալ ձեր հարևան բարեկամների հետ, այն հարևան բարեկամների հետ, ովքեր կիսում են այդ տեսանկյունը ձեզ հետ։ Թե մտածում եք, որ տարիներ առաջ Հայաստանի Հանրապետությունը համարեցիք Չ կլասի պետություն, մարդիկ ձեն չանեցին, ոմանք արձագանքեցին, ոմանք չէ, ես ձեզ ուրեմն ասեմ, այդ ժամանակ ես չեմ եղել քաղաքական դաշտում, չէի լսել, թե չէ ժամանակ ասեի ով է Չ կլասը եւ ինչ կլասը։ Դա ճտարն է ափսոս ձեր համար, ուրեմն Չ կլասը ձեր կառավարությունն է, ձեր կուսակցության անդամներն են։ Մյուս անգամ հարգալից վերաբերվեք Հայաստանի Հանրապետությանը եւ հայոց առաքելական եկեղեցուն։ Եվ դա ձեզ ասում է կոմունիստ Արտուր Ֆարմանյանը, որը աթեիստ չէ, ի տարբերություն ձեզ։ Ձեր աթեիստությունը կպահեք ձեր տանը։ Եղավ, հույսով եմ լսեցիք։ Մյուս անգամ նման արտահայտություն ես լսեցի, ես կխախտեմ բոլոր կարմիր, կապույտ, կանաչ, բոլոր գծերը եւ դուք կստանաք այն պատասխանը, որը որ նորմատիվների մեջ չի մտնի։ Սա ուղղակի զգուշացում ձեզ։ Հայաստանից Հանրապետությանը եւ հայոց Սուրբ Առաքելական եկեղեցուն վերաբերվեք հարգալից։ Իսկ եթե չեք վերաբերվում հարգանքով, ուրեմն ընդհանրապես լռեք այդ թեմայով։ Երկրորդ պերսոնաժը, սիրելի ժողովուրդ, սիրելի հայազգ, ես ուզում եմ խոսեմ Ալեն Սիմոնյանի հետ եւ դիտենք այս տեսահոլովակը։ Այնքան են ռուսներից վախում, ռուսների անունը կողքով մարդ հանձնում, իրանց քաղաքացիներին պատրաստ են բրթել։ Տխմարը դու ես, այդ չինական, մատ հանգստացի, լսի, վերջացրեցիր, հանգստացի, աղջիկ ջան, անդաստիրակ երևույթ ես, էլի, խնդրեմ պարոն Ռուստեմյան, լավ ձայնդ, խնդրեմ պարոն Ռուստեմյան, ամեն մեկին բերում սե շպրտում են, լավ հանգստացի դիրա, Меня заинтересовано в связях с Россией, и другого понимания в Армении нет. Одновременно, по понятным причинам, мы с первых дней после окончания войны пытались и пытаемся урегулировать ситуацию в нашем регионе. Это внутреннее дело Армении. Люди, которые нарушают уголовный кодекс, они должны нести ответственность. А называть их политическими я слышал только у наших некоторых оппозиционных деятелей и у вас только что услышал. С чего вы взяли, что это политические действия? То есть
угрожать захвату власти, организовывать беспорядки, убийства, предполагаемые убийства. Ալեն Սիմոնյան, պատասխանեք, դուք վատառողջ եք։ Եթե նորմալ է ամեն ինչ, ապա ինչու եք այդ ձև խեղճացած։ Հայաստանի Հանրապետությունում Ալեն Սիմոնյան այրուց եք դառնում, բայց հենց սահմանները հատում եք, դառնում եք մուկ։ Ինչով է կապված դա։ Ձեր նախագահն ընդեղ է մեղանչում Ալիևի մոտ, ձեր Նիկոլ Փաշինյանը այնտեղ շնորհակալություններ է հայտնում, կվերադառնամ Նիկոլ Փաշինյանին, արդեն երկրորդ անգամը թե երրորդն է, չեմ հիշում արդեն քանի անգամ է շնորհակալություն հայտնում։ Դաժե մոռանում եմ, որ մի բանի համար մի անգամ կարաս ասես շնորհակալ եմ ու հերիք։ Ես մարդու մոտ արդեն դարձել է սովորություն։ Էդ ինչ ա եղել։ Էդ ինչ եք տես խեղճացած։ Ստեղ ժողովրդին խառնում եք իրար, ռուսները մարդկանց մեջ թշնամանք եք ծերմանում։ Դուք եթում եք Հուսեյն ջանով, Ղուրբանով, ձեր ասածն ամենք ոչ միտեղ չենք եթում։ Ինչ է կատարում Ալեն Սիմոնյան։ Բա ուր մնա ձեր դուխով բառը։ Թե դուխերը թերիկ չի անում դուրսը, մենակ կարող եք լրագրողի վրա բղավել եւ անդիմադիր ուժերին։ Ալեն Սիմոնյան, ճիշտ չի դա։ Դա ճիշտ չի։ Նման վերաբերմունքը ճիշտ չի։ Դուք հակասում եք ինքդ ձեզ։ Հիմա մյուսը, որ դուք ասում եք Ալեն Սիմոնյան, որ մենք չունենք քաղբանտարկյալներ, դա ներքին հարցերն է Հայաստանի Հանրապետության։ Ես դեմ չեմ Ալեն Սիմոնյան, այն մարդիկ, ովքեր հանցանք են կատարել եւ անկախ նրանից նրանք քաղաքական դաշտում կան թե չկան, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ։ Բայց ինչպես կբացատրեք, որ Սամվել Կարապետյանը, որ ընդհանրեն ասել է մենք կանենք մեր ձևով, դուք այդ ինչ ձև եք ասում։ Կարող է այդ մարդը աղոթք էր անելու եկեղեցու հետ, բռնեցիք տարակ այդ մարդուն 6 ամիս, 7 ամիս փագեցիք, հիմա էլի տնային կալանքի տակ։ Բա ասեիք ռուսներին, Մատվիենկոյի կողքը հպարտ ձևի ուզում եք կանգնած լեք, բայց հպարտ չէիք, ասել դες իմանաք կադրի մեջ։ Ասեք որ լավ ենք անում, մեր գործը դա է։ Ալեն Սիմոնյան, եթե չեք կարող դրսում ձեզ պահել, ուրեմն ներսում է պահեք համապատասխան։ Ես կան ժողովուրդ ջան Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, հիմա Նիկոլ Փաշինյան, ապա դիտենք այս տեսահոլովակները, այնուհետև ես կարձագանքեմ չարաբաստիկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի պետական պարտքն 8 միլիարդ դոլարով ավելացրած Նիկոլ Փաշինյանի ընտանիքը շարունակում է պետական բյուջեի հաշվին ոյաժները։ Փաշինյանի համար նախատեսված պետական եւ աշխատանքային այցերը բաց չթողնող Աննա Հակոբյանն այս անգամ նույնպես օգտվել է պետական բյուջեի տված շռայլ հնարավորություններից ու Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռով աղջիկների հետ հասել Աբու Դաբի, որ ամուսինն Ալիևի ձեռքը սեղմի ու հանուն եղբայրության մրցանակ ստանա։ Իդեպ, Աբու Դաբիում Փաշինյանի ընտանիքի կանայք ցուցադրել են իրենց բրենդային հագուկապն ու ապրելակերպը, մասնավորապես Մարիամ Փաշինյանը զգեստը։ Աննա Հակոբյանն այս անգամ էլ անհարմար չի զգացել իր ամուսնու իշխանության օրոք սևազգեստ դարձած ու իրեն զավակներին գրկելու շռայլությունից զրկված մայրերից եւ հերթական անգամ ցուցադրել է իր շքեղ կյանքը, այս անգամ Աբու Դաբիում։ Նիկոլ Փաշինյան, ես չեմ ուզում մեկնաբանեմ, որ Հայաստանի Հանրապետության պետական ինքնաթիռը, որը տրված է Հայաստանի Հանրապետության վարչապետին, սարքել եք ձեր ընտանիքի տաքսին։ Սարքել եք, ժամանակը կգա դրա համար էլ պատասխան կտաք, բայց հարցս երկրորդն է։ Դուք խոսում եք եւ մեկ անգամ եւս շնորհակալություն եք հայտնում Իլհամ Ալիևին։ Ինչի համար? Որ մեկ օր անց Բաքվի դատարանը ցմա բանտարկության է ենթարկում մեր հայրենակիցներին, Արցախի Հանրապետության իշխանությանը, դրա համար եք շնորհակալություն հայտնում։ Մրցանակներից հիմա դավոլնի եք կիսում։ Ինձ համար օրինակ անհասկանալի է, որ դուք երբ որ ստանում եք մուսուլմանական երկրներից տարբեր, առաջինը Ղազախստանում էր, շքանշաններ, մեդալներ, դուք մեդալ եք սիրում, պարոն Փաշինյան։ Այն մեդալ եք սիրում, դուք ձեզի են Լեոնիդ Իլիչ Բրեժնև կար խորհրդային միության ժամանակ։ Ձեր քպականերին ասեք ազգային ժողովուրդը որոշել օրական մի հատ մեդալ տան ձեզ։ Թե ինչի համար եք ստանում։ Ոնց կարող եք դուք խոսալ խաղաղությունից, պարոն Փաշինյան,
ոնց կարող եք խոսալ բարեկամությունից, երբ որ 1 օր ընդամենը 1 օր 24 ժամ անց մեր հայրենակիցներին դատապարտում են ցմահ բանտարկություն։ Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին դատապարտեց ցմահ ազատազրկման։ Հիմա դատարանը շարունակում է ընթերցել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաբերյալ կայացված վճիռները։ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանն էլ դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Բայց ես ձեզ ասեմ, սիրելի ժողովուրդ, այստեղ կա երկրորդ մեդալի երկրորդ կողմը, ինչպես ասում են։ Ես հիմա արտահայտում եմ իմ սեփական կարծիքը։ Տեսեք ինչ են անում։ Ալիևը դատապարտում է մեր հայրենակիցներին ցմահ բանտարկության, այդպիսով բարձրացնում է իրեն ռեյտինգը սեփական երկրում, իսկ ընտրություններից առաջ, խոսքս քիշեք, սիրելի հայրենակիցներ, ես ասում եմ ներքին ձայն ինձ չի դավաճան է, ընտրություններից առաջ մեր հայրենակիցներին մաս կվերադարձնեն, այսինքն 2 հոգով, 3 հոգով այդ ձևի կվերադարձնեն, որպեսզի իրենք բարձրացնեն Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը հանրապետությունում, քանի որ օրական Նիկոլ Փաշինյանը եւ իր կառավարության ռեյտինգը արդեն պլենտուզից ցած է իջել, նվազում է աշկերիս առաջ, եւ դա բարձրացնելու համար կլինի հանուն խաղաղության, հələ դաժե տեսեք ինչ է կատարվում, Ալիևը միջազգային հարթակներում բարձրացնում է իրեն ավտորիտետ, որ տեսեք ես ինչ գումանիտարի եմ, հանուն խաղաղության, հանուն ամեն ինչի ես վերադարձնում եմ անգամ այն մարդկանց, այն գերիներին, ովքեր դատապարտված են եղել ցմահ բանտարկության։ Մուլտիկ թադրոն կրկես, ոչ ավել։ Բայց հարցը դրանում չի, ժողովուրդ ջան, հարցը նրանում է, որ այդ դիվիդենդները, որ ուզում են Նիկոլ Փաշինյանը մեզ մատուցի, որ տեսեք հակառակ կողմը, ես որ ասում եմ բարեկամը, ես որ ասում եմ խաղաղության պայմանագիր է գործում է, դա այդպես չի լինելու, դա լինելու է ընդամենը ընտրություններից առաջ, ընդամենը, ոչ ավել, ոչ պակաս, քանի որ, սիրելի հայրենակիցներ, եթե հանդիպում են երկու ղեկավարներ տարբեր պետությունների, ապա իրենց հանդիպման ժամանակ պարտադիր է ռեգլամենտով լինել իրենց պետական դրոշները։ Հիմա խնդրեմ, տեսեք այս հոլովակը։ Տեսակ, չկա ոչ Ադրբեջանի դրոշը, ոչ Հայաստանի Հանրապետության դրոշը եւ դիմավորում է ուշադրություն, դիմավորում է Նիկոլ Փաշինյանին Իլհամ Ալիևը։ Իսկ գիտեք ռեգլամենտով ով է ում դիմավորում։ Դուք կարող եք դա տեսնել համացանցերում, երևի նկատած լինեք, ընդհանրապես որ մարզպետը գալիս է երկրի ղեկավարի մոտ, երկրի ղեկավարը դիմավորում է իրեն մարզպետին։ Նիկոլ Փաշինյան, Արևմտյան Ադրբեջանը, Հայաստանի Հանրապետությունը արդեն դուք էլ մարզպետն եք այդ Արևմտյան Ադրբեջանի։ Ասեք իմանանք, շատ հետաքրքիր է։ Սիրելի հայրենակիցներ, ես էլ Նիկոլ Փաշինյանի մասով շատ հետաքրքիր է, մենք շարունակենք հետևել իրադարձությանը, ուր է տանում այս մարդը, ինչ է անում, դե մեզ համար բնական է պարզ է, ես ուզում եմ, որ դա լինի պարզ ձեզ համար։ Հիմա մի քիչ, ոնց որ ասում է, ռազրյադը թողնենք, քանի որ խոսալու եմ մի երգչու մասին, ու ընդհանրապես ուզում եմ մեր երգիչ, երգչուհիներին դիմեմ մի հարցով։
Ժողովուրդ ջան, հիմա խնդրում եմ տեսեք այս երկու երաժշտական տեսահոլովակը, այնուհետև ես կասեմ ինչ էի ուզում ասել։ Խնդրեմ։ Դուք տարբերություն զգացիք, սիրելի հայրենակիցներ, այս երկու երաժշտության մեջ։ Ես օրինակ չզգացի։ Նա թուրքերեն է, սա հայերեն։ Ես չգիտեմ ով է այս գեղեցիկ աղջիկը, որը երգում է թուրքական մատներով, բայց ուզում եմ հարցս ուղղել բոլոր մեր երգիչներին։ Սիրելի հայրենակիցներ, մշակույթի, երկարվեստի, բա ուր մնացին մեր ժողովրդական, մեր աշխուհական երգերը։ Ինչու եք դուք հավասար ԿՊԱ-ականներին պրոպագանդա տանում թուրքական երաժշտությանը։ Մենք մերը չունենք։ Իմ կարծիքով մեր երաժշտությունը, չնայած ասենք երաժշտությունը եւ մշակույթը ազգություն չի ճանաչում, դա կա, բայց եթե մենք չունենանք մերը, դուք վերցնեք թուրքականը, դա ուրիշ հարց, բայց մերը ավելի սիրուն է, մերը ավելի գեղեցիկ է, մերը ավելի հմայիչ է։ Ինչու եք դուք պրոպագանդա անում թուրքական երաժշտության։ Հարցս ձեզ։ Եվ դիմում եմ ձեզ, խնդրում եմ, մաքսիմալ տարածեք երիտասարդության ժողովրդի մեջ մեր հայկականը։ Սրանք հերիք են, ինչքան որ մեզ տանում են թուրքացման, մնացել եք դուք։ Դուք էլ էտի արեք պրծնենք, մշակույթով, երգով, պարով, սա դարձնենք թուրքական, վերջում եմ այդ շտամպը խփենք, կախենք կողպենքները դռների վրա եւ թողնենք գնանք Հայաստանի Հանրապետությունից։ Ժողովուրդ ջան, ուրեմն ինչ եմ ուզում ձեզ ասել։ Ես հիմա կտեղադրեմ երկու հատված կինոֆիլմերից, այնուհետև կասեմ ինչու համար ես տեղադրեցի այս կադրերը։ Ձեզ տնտանոը գնդացիր պետք չեն, դուք թիկունքից, տարանից եք խփում, ձեզ մաուզերն էլ հերիք են։ Ինչ ես գռմռում խմբապետ, ճիշտ չեմ ասում։ Եթե ձենքը ռազմաճակատի համար էր, ռազմաճակատ կուղարկեիք, եւ ոչ թե այստեղ, դա նույնիսկ կույրն էլ կտեսնի։ Գործիդ խոսեք։ Անցնենք թվաբանության, ամենաբարձ թվաբանության։ 2 տարի առաջ վերցրիք իշխանությունը։ 50,000 քառակուսի կիլոմետր։ Հայը համար մի ահագին երկիր։ Հիմա ինչ եք թողնում։ 10,000 քառակուսի կիլոմետր։ 5 անգամ ողորմելի, 5 անգամ քիչ, 5 անգամ ավելի թշվառ։ 2 տարի կառավարեցիք։ 367 օրենք եք հրապարակել, երկիր եք կոչվում։ Կնիկ ու դրոշակ ունեք, խելքը գլխին մի բան արել եք, մի խոսք ասել եք, մի վերք բուժել եք։ Ուր է Կաղզվանը, ուր է Իգդիրը, Արդահանը, Արդվինը, Երեգղարսը, Սարիղամիշը, այսօր էլ Ալեքսանդրապոլը։ Մի՞թե չեք տեսնում, որ սա վերջն է, որ վաղն էլ Հայաստան չի լինի։ Հեռացեք, Աստծո սիրուն հեռացեք առանց արյունի։ Այո, մեկը Եղբայր Սարոյաններ կինոֆիլմն է, իսկ երկրորդը Գարեգի Նժդե կինոֆիլմն է, որտեղ գերազանց կատարեց դերը Արտաշես Ալեքսանյանը։ Ահավոր շնորհակալ եմ այդ մարդուց, քանի որ քանի անգամ ես տեսնում եմ հենց այս կադրը իմ սրտի մեջ
արտնանում է մի ուժ, որը ինձ դրդում է, որպիսի ես անեմ ավելի շատ գործողություններ վերադարձնելու մեր հայկական հողերը։ Ոգևորում է այս էպիզոդը ինձ, հասկանում եք, սիրելի հայրենակիցներ, եւ ինչ եմ ուզում ասել, եթե մենք անտարբեր լինենք մեր Հայաստանի Հանրապետությանը, ես չեմ ուզենա, որ մենք կրկնենք այս էպիզոդը իրական կյանքում, մարդս մի կես բուռ վերցնենք, լցնենք թաշկինակի մեջ եւ լքենք մեր Հայաստանի Հանրապետությունը։ Եթե մենք չլինենք пассив ընտրությունների ժամանակ, եթե մենք լինենք ակտիվ մեր մասնակցությամբ, եւ մեկ անգամ եւս կրկնում եմ, ես չեմ ասում ընտրեք մեզ, բայց ընտրատարած գալը թող լինի դա հոգու պարտքը յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հանուն մեր երկրի, հանուն մեր երեխեքի, հանուն մեր թորների։ Դրա համար մեկ անգամ եւս ես ձեզ խնդրում եմ, եկեք ընտրատարածներ, ընտրեք, որպեսզի չպարտվեք, եկեք ընտրատարածք, ընտրեք, որ չպարտվեք, սիրելի հայրենակիցներ։ Այսքանն է այսօր ուզում ասեի, գեցե Հայաստանից Հանրապետությունը, գեցե հայ ազգս, գեցե հայկական սփյուռքը, գեցե ջավախքը հայությունս, գեցե Արցախահայությունս, գեցե հայոց Արցախը, գեցե Մասիս լեռս, գեցե հայոց Սուրբ Առաքելական եկեղեցին։ Աստված բոլորիս պահապան, հույսով եմ քանդիպենք, տեսություն։